Եստեղ բնակ մարդկանց ցանկը կա ովքեր Թե պարոն Ղալումյան, անկեղծ այդ այն կազմակերպությունները, հասարակական կազմակերպությունների մասին, ովքեր ծեզել էին դիմե, դրա մասին է խոսքն, ես անկեղծ ասում եմ, հիմա չգիտեմ, դրա անունը կամ մոտս չեմ բացի ժամանակային առումով կոնկրետ այդ մարդկանց աղագին ցանկ էր, լսվել է թե չէ, իրանց այն է, սա մեկ, Տիկին Գալստյան, ձեր փոխարեն որ լինեի, առաջինը գյուղ ակադեմիա կոչվում է, թե չեմ սխալվում, չունեք նի դաբուրա տեղեր եք, խրախուսեի, որպեսզի տեղանասնաբուժական մասնագիտությունը լիներ, որպեսզի հեռագնա մարզային համայնքներում անասնաբուժական ծառայությունը խրախուսվեր։ Հիմա պահանջարկ դուք որևէ կոմպետենտ չեք, մի խանգարեք ինձ խնդրում եմ, որ դուք խոսում եք, ես պահանջարկը միշտ կա, որտեղ այսօր կախտիկ չէ, որ ամբողջ խոշոր համայնքները, որտեղ 2000-3000 գլուխ խոշոր երջերարարությունախ պատվաստում եւ սպասարկում չկա մեկ անասնաբուժ կամ անասնաբույծ։ Տենց համայնք չկա, պարոն Ղազարյան։ Կա, կոմպակտ կա, եթե բանին ես կասեմ մեր համայնքից խմբեր ենք գնում, հեսա մի անգամից տեղում խմբային կարգով, որտեղ նախկինում եթե կար երկու անասնաբուժ, մեկ անասնաբուժ պետական պատվիրակված լիազորությունների շրջանակներում իմ ասածները ես վստահ եմ պարոն Ղալումյան, դուք գիտեք որ փաստարկված է, այս ոթի մեջ բան չեմ խոսած ես կա ժամանակ, կաշխատեմ էլի փաստարկված խոսել։ Եվ երկրորդը, ասում եք, պետտուրքեր, բա պետության պոզիտիվ պարտականությունը պայման ստեղծել այդ մարդկանց, եթե դուք Հայաստանի Հանրապետությունում ունեք ընդամենը մեկ կացարան 50,000 թափառող շուն, այդ որտեղից է, բայց ելեք եթե նոր տեսնենք թափառող շներ կան, թե չկան, ընկերներ, պետք է անկեղծ լինենք, եթե բերվել է, ասեք, բերեք, էսի ընդունենք, հետո արանքում կլավարկենք, էս կանենք, այն կանենք, բայց որ վստահ ասում եք, այսպես է, եւ չխոսվեց պատասխանատվության, վարչական պատասխանատվության գումարի հետ կապված։ Ասենք, մի մասը ասում ենք, իբրև լավարկում, մի մասը չենք ասում։ Դու պետք է մարդուն պայմանները տաս, պայմաններն ապահովես, հետո նոր եթե չկատարείς քո պետության պահանջը, նոր փորձես այդ մարդկանց պատասխանատվության ենթարկել վարչականում մնացածները։ Հիմա դուք մեկ տարվա ընթացքում մարզային խոշոր կենտրոններում հաշվարկվել եք, արդյոք հնարավոր է թե մեկ տարի հետո մենք էլ հանդիպելու ենք ստեղ իրար հետ քննարկենք, որ դա չեղավ։ Դրա օրինակը կա, սպանդանոցների օրինակը ձեր վառ օրինակ, այդքան խոսեցինք, խնդրեցինք, բարձրաձայնեցինք, ոչինչ չարվել, հետագայում տեսակ, որ դա արդյունավետ չէ, պահանջարկ կա, գումի շուկայի մոտ մարդկանց ստեղ ընդեղ բռնագանձել մսերը, նոր ստիպված պետությունը մեկ անասնագլխականակի մասով սկսեց սուբսիդավորել, որպեսզի կարողանան այդ սպանդանոցները գործել։ Այսօրվան չարժանանակ, դրա համար էի մտահոգությունները։ Խնդրեմ Տիկին Մանավազյան։ Պարոն Ղազարյան, ինձ թվում է մենք եւ դուք նույն բանի մասին ենք խոսում եւ մտահոգ, բայց դուք էմոցիոնալ եք խոսում, ես հանգիստ։ Հիմա տեսեք, մենք Հայաստանի Հանրապետությունում, այո, ունենք 50,000 թափառող կենդանի եւ ունենք Երևանում 1 հոակ։ Այս նախագիծը այն մասին է, որ մենք առաջարկում ենք կենդանիների պաշտպանության բոլոր նոր օրենք է, հիմնական օրենք է եւ դրա շրջանակում հնարավորություն ենք տալի 1 տարի մշակել կարգեր լիազոր մարմնին, 1 տարի հետո ունենանք մարզկենտրոններում մեծ կացարաններ, որը մեզ թույլ կտա հետագայում գալ այստեղ սեղանի շուրջ նստել եւ վերլուծել ինչ ունենք այդ պահին, այդ օրվա դրությամբ եւ ինչ են արել այդ կացարաններում կենդանիների նկատմամբ խնամքը, հոգատարությունը եւ իհարկե նաեւ կացաների գործունեության մասով մնացած այլ դրույթները, բայց այսօր նստել օրենքի ընդունումից առաջ մտածել թե ինչ կլինի 2 տարի հետո, եկեք թողենք ընթացքում եւ կառավարությունը աշխատի եւ մենք հետեւողական լինենք, կտեսնենք ինչ ունենք։ Շնորհակալություն պարոն Ղազարյան, ձեր հարցին պատասխան ես ուզում եմ մի միտք հնչեցնել, դուք սպանդանոցների մասին էլ ասեցիք։ Եթե օրենք չլի, ոչ մի մարդ չագրգռված չլինի սպանդանոց սարքի։ Օրենքն մենք հետո օրենքի շրջանակներում տեսչական մարմինների կառավարման միջոցով փորձում ենք ընձևյանենք, որ շատանա։ Դուք ճիշտ եք, որ սուբսիդավորման որոշում, որ կառավարությունն ընդունել է, ինքը այդ ասպարեզում ահագին գործ առաջ է տանել։ Հիմա ես էլ պետք է օրենք ստեղծենք, մենք տարածքային կառավարման մեր գործընկերների հետ խոսացել ենք, որ այդ խոշորացված համայնքների կենտրոններին հնարավորություն տանք արտոնյալ պայմաններով սուբվենցիոն ծրագրեր անել այդ կացարանների կառուցման համար։ Պարոն Դանիելյան, խնդրեմ ձեր հարցը։ Կարճ ասեմ, այդ ձեր մտքի հետ կեսին համաձայն եմ, կեսին չէ, չեն են մասով, որտեղ դու պետք է պայման չես ստեղծել։ Պայմանը դա կացարանն է, պայմանը անասնաբուժական ծառայությունն է, պետք է պետությունը ստեղծի այդ ամեն ինչը, նոր բերի։ Հիմա այս նախագծում
Բյուջե եք, ձեր տեսակետը պարզամես հասկացնա ցույց տվե, որ պայմանը պետք է ստեղծես նոր պահանջես, ինձ ուրիշ բան մի դա մոտեցման տարբերությունն է, դուք ճիշտ եք ասում, որ դե հարցում դուք ուրիշ ձևով եք մտածում, մենք ուրիշ ձևով։ Բայց մենք գտնում ենք, որ պետք է օրենքը ստեղծենք, հետո օրենքի շրջանակում հնարավորություն տալ օգնել, որ դա կյանքի կոչվի։